մենք տեսնում ենք, որ ամենօրյա ճնշումը հոգևորականության վրա սաստկանում է։ Բայց կան նաև ի վերջո մարդիկ, որոնք որ չեն արտահայտվում պետական համակարգի ներսում, ներսից շատ լավ տեսնելով, որ սա վնասում է հայկական պետությանը ընդհանրապես։ Չի կարող լինել իրական հայկական պետություն առանց ամուր հայկական եկեղեցու, որովհետև սա շատ յուրօրինակ ազգային ինստիտուտ է, ազգային մի այդպիսի կառույց, որը որ ամբողջ աշխարհով մեկ ունի համախմբող մի ցանց, շատ սպეციფիկ, որի շուրջ նաև սփյուռքի կառույցներն են համախմբվում եւ իրենց կենսագործունեությունը ապահովում, հայկական համայնքներն են ամբողջ աշխարհով մեկ եկեղեցու շնորհիվ կենթանի մնում եւ այնքան շատ են այստեղ տարրերը, որ դժվար է հիմա ասենք մի քանի րոպեի ընթացքում թվարկել եկեղեցու կարեւորությունը այսօր բացի հոգևոր կառույց լինելուց, բացի դրանից դուրս եկեք նայենք որպես ազգային ինստիտուտ, որը որ մեր փոքրիկ Հայաստանը դարձնում է գործոն, միջազգային գործոն, դա կարևոր բան է եւ կարծում եմ, որ շատերը պետական համակարգում աշխատող նաեւ գիտակցում են իրականում այն վտանգավորությունը, որը այս արշավը եկեղեցու դեմ կարող է մեզ վրա ունենալ երկարատև կտրվածքում արդեն։ Եվ ես ուղղակի կուզեի հույս հայտնել, որ այն մարդիկ, որոնք իրոք անցել են պետական ծառայության, որպեսզի ծառայեն պետությանը, թողնեին մի կողմ են վախերը կամ այդ կախվածությունը կամ հոգեբանական կլինի կամ չգիտեմ այլ ինչ կախվածություն կլինի եւ գոնե ներսում թեկուզ ոչ մեդիայի առաջ, բայց գոնե ներսում արտահայտվեին այս ամենի դեմ եւ ընդվզեին, որովհետեւ սա խոցում է մեր ամբողջ պետական կարգը, ոչ թե պարզապես այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, այլ Հայաստանի այսօրվա պետություն ունենալու եւ վաղ այդ պետության շարունակություն ունենալու հնարավորությունն է սա շատ մեծ վտանգ հանդիսանում։ Այս գիտակցումը ինձ թվում է, որ ունեն մարդիկ պարզապես այսօրվա մանիպուլյատիվ այս վերևից իջնող պետական քաղաքականությունը թույլ չի տալիս, որպեսզի իրենք արտահայտվեն։ Եվ ես ասեմ, որ մենք տեսնում ենք շատերի լռությունը, երբ մենք խոսում ենք հանրությունը լռում է եւ այլն, մենք տեսնում ենք նաեւ, որ շատ պետական պաշտոնյաներ նույնպես լռում են եւ չեն արտահայտվում հոգուտ այս արշավի, որովհետեւ իրենք եւս գիտակցում են այդ վնասը, որ տրվում է Հայաստանին եւ իրենք չեն ուզում մասնակից լինել, որովհետեւ տեսնում եք, անդադ նույն դեմքերն են հանդես գալիս, հա, այդ պատարակ կոչվող բեմադրություններին անդադ նույն դեմքերն են մասնակցում։ Սա նշանակում է, որ ամեն դեպքում կա այդ դիմադրությունը ներքին եւ դա լավ է, դա նշանակում է, որ մենք ամբողջ իմունիտետը դեռ չենք կորցրել։ Ամեն դեպքում իրողությունները հաշվի առնելով կարող ենք ասել, որ իշխանությունը հաջողության է հասել ինչ-որ առումով նաև, որովհետև հոգևորականներ կան, որոնք որ միացել են Փաշինյանի նախաձեռնաստորոգման աշխատանքներին, եպիսկոպոսած ժողովն է Մայրաթորը հայտարարել, որ Հայաստանում չի անցկացնելու, այս մասին ինչ կասեք։ Մենք կարող ենք ասել, եկեղեցին են զրկել սեփական գույքը տնօրինելու իրավունքից։ Մենք կարող ենք ասել, որ իշխանությունները հաջողության են հասել մեր հասարակության այդ միջուկը պարակտելու իրենց փորձերի մեջ են, այսինքն արդեն կան փորձեր, դա այն որ այդ փորձը կա, դա մեծ հաշվով հաջողություն է, բայց դա սև հաջողություն է, այսինքն դա եթե իրենք դրա անունը դնում են բարենորոգում, սա ուղիղ հակառակն է բարենորոգման, երբ դու հասարակությունը հասցնում ես մի կետի, որ մարդը ստիպված է լինում իր ամբողջ կյանքի արածի դեմ հանդես գալ, դու այդ մարդուն ուրեմն հասցրել ես ինքնասպանության։ Մեր հասարակությունը հասցնել հոգևոր ինքնասպանության, հասցնել են բանի, որ մարդը առանց ցանկանալու ձեռք բարձրացնի ինստիտուտի վրա, որը իր հոգևոր կայունության, մխիթարության վայրն է եղել, այդ եթե դա է եղել քո մտադրությունը, ապա եկեք համարենք, որ հա, ինքը հաջողության հասել են բանում, որ այսօր Հայաստանը դրսից նայելիս հատկապես մի այսպիսի խառը որջ է երևում, որտեղ ինչ-որ մութ գործողություններ են կատարվում, ոչ թե ինչ-որ մի լուսավոր երկիր, որտեղ քրիստոնեությունը, որտեղ առաքյալներին հիմնադրել են իրենց եկեղեցին, որտեղ Էջմիածին կա, Մայրաթոր կա, որը բոլորիս այսպիսի լուսավոր հպարտության առարկան է միշտ եղել։ Եթե դա պիտի իրենք համարեն հաջողություն, ապա այդ կները շատ տխուր է ուրեմն իրենց վիճակը, եթե դա իրենք կարողանում են հաջողություն համարել։